Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Անտալիա, հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնական Իբադալյանը։ Նա նշել է, որ ապրիլի 11-ին Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ։ Այս ընթացքում Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների բաժինը հաղորդագրություն է տարածել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպանը բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբենյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քլեչի հետ։ Կուլիսներում Քլեչը մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք Թուրքիան Հայաստանին սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացրել է։ Թուրք բանագնացի խոսքով սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր սահմանադրության մեջ։ Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Անտալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձյան։ Վրացի ղեկավարի խոսքով Վրաստանի բոլոր հարևան երկրները գնահատում են Թբիլիսիի դրական դերը, քանի որ խաղաղության գաղափարի շուրջ համագործակցությունը խորանում է։ Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար եւ պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին Դելֆոսի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ։ Նրա խոսքով Վրաստանը մտադիր է օգնել երկու կողմերին երկխոսության եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Վրաստանն ու Թբիլիսին միշտ բաց են խաղաղության եւ երկխոսության համար։ Մենք պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կարգավորման գործընթացին։ Մեր երկիրն արդեն ձևավորվել է որպես չեզոք հարթակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև բանակցությունների համար եւ պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին։ Հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելն է։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը Իրան-Հայաստան համատեղ ցամաքային զորավարժությունների շրջանակում ասել է, որ հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգել է Իրանի առաջնահերթությունն է։ Նշելով, որ Պահապանների կորպուսի ստորաբաժանումները գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում, բրիգադի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրյանը հավելել է, որ Իրանի հեղափոխության Պահապանների կորպուսի ցամաքային ուժերը իրականացրել են համապատասխան միջոցառումներ զորավարժությունների ընթացքում բարեկամ եւ եղբայրական Հայաստանի գործողությունները պլանավորելու եւ լավագույնս համակարգելու համար ռազմավարական հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ անվտանգության հաստատման նպատակով։ Ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ՝ ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասեցի հիմա, այդ գիտեք ինչ նշանակում։ Որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի, չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակասում են։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որտեղ մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք այդ մարդկանց առաջնորդը, մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ դա մեր գործն է, որտեղ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղ պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե
մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեղ թուղթ որ պրինտ են կանում, օրը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ որ պրինտ են կանում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Ազգային ժողովի պատվունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադառնալով Հայաստանի վարչապետի հնչեցրած խոսքերին կառավարության նիստում, թե ինքը 7 տարի մնացել է առաջին դասարանում, գրել է, թե երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը իր կառավարությունը տգետ են, սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է։ Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության, բացակայության, ապիկարության մեջ մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք են։ Իսկ իրականությունն այն է, որ այո, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն են, սակայն դուք սեփական ժողովրդի եւ պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ, եւ դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը։ Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջանի նախաձեռնությամբ Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հաղորդում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը։ Աղբյուրի փոխանցման պատգամավոր Սաջանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է։ Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջանը, Անա Օլիվերան եւ Պետրո Խիստոնյան անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, Ուրուգվայի հայ համայնքին, ողջունել նիստի ներկա Հայաստանի դեսպան Մարիամ Գևորգյանին եւ բարձր գնահատել դեսպանության գործունեությունը։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված, ասել է Բաղդասարյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կանալիք տոնակատարություններին։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, որ փակելով Արցախի թեման շնորհիվ Հայաստանի դեֆակտո իշխանությունների Ադրբեջանն արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրաված հատվածներում ստեղծված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Վերջին շաբաթներին հենց այդ ուղղությամբ հետևողական աշխատանք կա, ասում է թուրքագետը եւ մեջբերում Ալիևի օրերս արված հայտարարությունը, թե Կիպրոսի թուրքերն արժանի են սեփական պետություն ունենալու։ Մենք մեր եղբայրների հետ կլինենք մինչև վերջ, մինչև Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես անկախ երկիր, ասել էր Բաքվի բռնապետը։ Գեղամյանը չի բացառել, որ այն օրը, երբ Հայաստանի դեֆակտո իշխանությունը պաշտոնապես դիմի լուծարելու համարյա ԱՀԿ Մինսկի խումբը, դրանից որոշ ժամանակ անց Ադրբեջանը կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Չեմ կարող չխոսել այն ցավի ու անհանգստության մասին, որն ապրում են կապված հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հիշելով 2020 թվականի իրադարձությունները։ 2020 թվականից հետո բոլորը ականատես եղան հայ բնակչության տեղահանման հերթական փուլին, այս դեպքում Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը Զատուլինի կարծիքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջանկյալ եւ ոչ վերջնական առճակատման հետևանք էր։ Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն դավաճանել է իր հայրենակիցներին, այլև ծախել է նրանց, իսկ դավադրության այս տեսությունը ի դեպ արդեն արտահայտվում է, եւ այդ թիվը 5 միլիարդ դոլար է։ Այն հայտարարվեց, առաջարկվեց գրեթե հրապարակայնորեն ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդող ժամանակաշրջանում։ Եթե որոշել եք դավաճանել ձեր հայրենակիցներին, ապա այս ճանապարհին այլևս արգելակներ չկան, եւ սա ինձ խորապես անհանգստացնում է, բայց եթե մտածենք խաղաղության, հայերի եւ ադրբեջանցիների հարաբերություններում ինչ նոր փուլի մասին, այս դեպքում իհարկե հայերի նկատմամբ հաղթանակի անվերջ տոնակատարությունները, որոնք այսօր իրականացվում են Բաքվում եւ Թուրքիայում, երկարաժամկետ հեռանկարում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։
Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցել Արցախի նախկին ղեկավարների եւ այլ պաշտոնյաների շինծուգործերով հերթական դատական նիստը հարցաքննվել են հայ գերիներից մի քանիսը ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ հարցաքննվել են մասնավորապես Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Լևոն Բալայանը։ Նշվում է նաեւ, որ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին նախազգուշացում է տրվել դատավորի կողմից Բալայանին հարցերին պատասխանելու ժամանակ օգնելու համար։ Հատուկ տրիբունալը, որն արևմուտքի երկրները ցանկանում են ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները քննելու համար, չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակադատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Դոչե վելե ռուսական ծառայության համաձայն տրիբունալը ստեղծվելու է Հաագայում, սակայն Պուտինին որպես պետության ղեկավարի անձեռնմխելությունն անհնար է դարձնում նրա դեմ քրեական հետապնդում իրականացնել առանց դատարանում նրա անձնական ներկայության։ Պնդում են ապագա դատավարության ճարտարապետները։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես անձեռնմխելություն ունեն։ Այս ամենից բացի Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայի ներխուժումը որպես հանցագործություն, հրաժարվում է համագործակցել արևմտյան կառույցների հետ եւ դա գործնականում անհնար է դարձնում Ռուսաստանի Դաշնությունից որևէ բարձրաստիճան անձի արտահանձնումը։